Մոխրաբեր անձրև Ճապոնիայում, մահաբեր երկրաշարժ Ֆիլիպիններում, ավերիչ տորնադոներ Եվրոպայում, հազվադեպ խորը կիզակետով երկրաշարժ Իտալիայում։ Ինչ էր տեղի ունենում մոլորակի հետ անցած շաբաթվա ընթացքում, վերլուծում ենք այս թողարկման մեջ։ Հնդկաստան։ Հունիսի 1-ի երեկոյան հորդառատ անձրևներով հզոր փոթորիկը հարվածեց Հնդկաստանի Ռաչաստան նահանգին։ Ուժեղ քամին, որի արագությունը հասնում էր ժամում 100 կիլոմետրի, արմատախիլ արեց ծառերը, պոկեց տների տանիքները, վնասեց էլեկտրահաղորդման գծերն ու տրանսֆորմատորային ենթակայանները։ Հարյուրավոր գյուղեր մնացին առանց էլեկտրականության։ Ջրամատակարարման համակարգերի աշխատանքի խափանումների պատճառով շատ բնակավայրեր բախվեցին խմելու ջրի սուր պակասի հետ։ Լուրջ վնաս հասցվեց վերականգնվող էներգետիկայի օբյեկտներին։ Բարմեր շրջանում փլուզվեց քամու տուրբինը։ Հարկ է նշել, որ Հնդկաստանում արագ աճում է արևային էներգետիկայի բաժինը երկրի էներգետիկ հաշվեկշռում։ Բնակելի տների տանիքներին արևային վահանակների տեղադրման պետական ծրագրի շրջանակում այս տարվա մայիսին ամբողջ երկրում տեղադրվեց ռեկորդային 316,000 նման արևային համակարգ։ Իսկ Ռաչաստան նահանգը Հնդկաստանում առաջին տեղն է զբաղեցնում արևային էներգետիկայի տեղադրված հզորությամբ։ Այստեղ են կենտրոնացած ամենախոշոր արևային պարկերից մի քանիսը։ Ցավոք, հենց այս ենթակառուցվածքը հայտնվեց հզոր փոթորկի հարվածի տակ։ Ջայսալմեր շրջանում ուժեղ քամին պոկեց և ցրեց հարյուրավոր արևային վահանակներ, իսկ թռչող բեկորներից մի աշխատող վնասվածքներ ստացավ։ Բարևար գյուղում ցեմենտի գործարանում քամին պոկեց մետաղական ծածկը, որը փլուզվեց քնած աշխատողների վրա։ Տուժեց մոտ 18 մարդ։ Փոթորիկը հատկապես ծանր հետևանքներ թողեց Բարմեր շրջանում, որտեղ ավերվեցին տասնյակ տներ։ Փրկվելու համար մարդիկ խուճապահար դուրս էին վազում փողոց։ Պատերի փլուզման հետևանքով զոհվեց 2 փոքր երեխա։ Զոհվածներից մեկի ծնողների խոսքերով, ընտանիքը քնած էր, երբ հանկարծակի վրա հասավ հզոր քամու պոռթկումը։ Տան պատը փլվեց հաշված վայրկյանների ընթացքում, փրկվելու ժամանակ չթողնելով։ Հունիսի 5-ին տարերքը կրկին հարվածեց Ռաչաստանին։ Նահանգը ծածկեցին ուժեղ ամպրոպները, փոթորկային քամին և փոշու փոթորիկները։ Բիկաներ շրջանում փլուզվեց պետական դպրոցի տանիքը։ Բարեբախտաբար, ոչ ոք չտուժեց։ Ուսումնական հաստատությունը փակ էր արձակուրդների պատճառով։ Բհիլվարա շրջանում մի տղամարդ մահացու վնասվածք ստացավ քամուց պոկված տանիքի մետաղական թիթեղից։ Իսկ Դհոլպուրում 2 եղբայրներ, փորձելով պատսպարվել վատ եղանակից, զոհվեցին փլված պատի տակ։ Ռաչաստանում 2 ուժեղ փոթորիկների հետևանքով զոհվեց առնվազն 6 մարդ։ Լեռնային Սիկիմ նահանգում ուժեղ անձրևները սողանք առաջացրեցին, որը մեկ ավտոմեքենա գցեց Տիստա գետը։ Մեքենայում 4 հոգանոց ընտանիք էր, այդ թվում 1 երեխա։ Փրկարարները մի քանի օր որոնողական աշխատանքներ էին իրականացնում, սակայն մարդկանց փրկել չհաջողվեց։ Հունիսի 7-ին ուժեղ փոթորիկը, քամու պոռթկումներով, անցավ Դելհիի Ինդիրա Գանդիի անվան օդանավակայանի տարածքով։ Արդյունքում վնասվեց Air India ավիաընկերության 3 ինքնաթիռ։ Իտալիա։ Հունիսի առաջին շաբաթվա ընթացքում ռեկորդային շոկից հետո Իտալիայով անցավ սառը ճակատ, որն առաջացրեց ուժեղ և տեղ-տեղ ծայրահեղ եղանակային երևույթների շարք, երկրի հյուսիսից մինչև կենտրոնական հատվածներ։ Հունիսի 2-ին ուժեղ ամպրոպները հարվածեցին Պիեմոնտի տարածաշրջանին։ Տեղ-տեղ քամու պոռթկումների արագությունը գերազանցում էր ժամում 100 կիլոմետրը։ Տարերքը տապալեց ծառերը, պոկեց տների տանիքները, կոտրեց պատուհանները և առաջացրեց էլեկտրամատակարարման խափանումներ։ Փոթորիկը նաև վնասեց Տուրին, Ջերմանիանո երկաթուղային գիծը, ինչի հետևանքով գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվեց։ Հունիսի 3-ին ամպրոպները հասան Ադրիատիկ ծովի ափին գտնվող Մարկե տարածաշրջան։ Մաչերատա նահանգում դիտվեցին հազվադեպ մամատուսային ամպեր, ինչը ուժեղ մթնոլորտային անկայունության նշան է։ Սան Պաոլո դի Եզի շրջանում հաշված րոպեների ընթացքում հավի ձվի չափի հասնող կարկուտը ծածկեց գետինը, վնասեց ավտոմեքենաները, տները և ցանքատարածքները։ Ուժեղ անձրևներն առաջացրեցին տեղային ջրհեղեղներ և տրանսպորտի երթևեկության խափանումներ։ Նույն օրը Հռոմը հայտնվեց IF1 կարգի հանկարծակի տորնադոյի հարվածի տակ։ Մրրիկը տապալեց 50-ից ավելի ծառ։ Ընկնելիս դրանք վնասեցին ավտոմեքենաները, պատուհանները, տերասները, լուսացույցները և էլեկտրահաղորդման գծերը, իսկ լարերի կտրվելը հանգեցրեց բռնկումների։ Տուժեց նաև առևտրային գոտին։ Տորնադոն օդ բարձրացրեց մի տաղավար, որն այնուհետև ընկավ կայանված մեքենայի վրա։
Շուկայում վնասվեցին առևտրային տաղավարները, ծածկերը և սարքավորումները։ Ծառերը և շինությունների բեկորները փակեցին ճանապարհները։ 2 մարդ վնասվածքներ ստացան, իսկ բնակչության մեծ մասը իսկական սարսափ ապրեց անսպասելի ավերիչ տարերքի պատճառով։ Հունիսի 5-ին հզոր ամպրոպային փոթորիկը հանկարծակի ծածկեց Միլանը և նրա հյուսիսային արվարձանները, առաջացնելով ջրհեղեղներ, տրանսպորտի աշխատանքի լուրջ խափանումներ և ենթակառուցվածքների վնասներ։ Առավել տուժած շրջաններում կարճ ժամանակում տեղացին մինչև 60 մմ տեղումներ, իսկ Չինիզելոյում ինտենսիվությունը հասնում էր ժամում 51 մմ-ի, այն մակարդակի, որի դեպքում դրենաժային համակարգերն արագ դադարում են հաղթահարել ջրի հոսքը։ Սևեզո գետի մակարդակի կտրուկ բարձրացումը իշխանություններին ստիպեց գործարկել ջրահեռացման պահուստային ավազանը, հատուկ հիդրոտեխնիկական կառույցը, ուր ուղղվում է անձրևաջրերի ավելցուկը։ Դա թույլ է տալիս նվազեցնել հոսքի գագաթնակետը գետահունի մեջ և փոքրացնել քաղաքային շրջանների հեղեղման ռիսկը։ Նիդերլանդներ։ Հունիսի 4-ին փոքր, բայց ավերիչ տորնադոն հարվածեց Նիդերլանդների Օվերեյսել նահանգի Գլաներբրյուգ գյուղին։ Մրրիկը Ֆուջիտայի միջազգային սանդղակով ստացավ IF1.5 կարգ։ Տարերքը պոկեց բնակելի տների և տնտեսական շինությունների տանիքները, կոտրեց ծառերը և ցանկապատերը, ամբողջությամբ ավերեց պահեստը։ Ականատեսները պատմել են, որ տանիքների բեկորները թռել են մինչև 80 մետր հեռավորության վրա։ Ասբեստ պարունակող նյութերով տանիքների վնասվելու հետևանքով օդում հայտնվեցին վտանգավոր ասբեստային մանրաթելեր, որոնք ներշնչելու դեպքում լուրջ վտանգ են ներկայացնում առողջության համար։ Այդ պատճառով տարածքի մաքրման համար ներգրավվեց մասնագիտացված ընկերություն։ Տուժեց նաև տեղի տարրական դպրոցը, որից հետո ծնողները հեռացրեցին բոլոր երեխաներին վնասված շենքից։ Բարեբախտաբար, պաշտոնական տվյալներով, զոհեր և տուժածներ չկան։ Տորնադոն շարունակեց իր ճանապարհը դեպի Գերմանիա և արդեն մի քանի րոպե անց հասավ հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային երկրամասի Գրոնաու քաղաք։ Այստեղ մրրիկի ուժգնությունը թուլացավ մինչև IF1 կարգի, և վնասը զգալիորեն ավելի փոքր էր, միայն պոկված կղմինդրներ և տանիքների այլ աննշան վնասներ։ Բուլղարիա։ Հունիսի 2-ից փոթորկային եղանակը, հորդառատ անձրևներով և կարկուտով, ընդգրկեց Բուլղարիայի մեծ մասը, մի շարք տարածաշրջաններում առաջացնելով տեղային ջրհեղեղներ և լուրջ նյութական վնասներ։ Հատկապես ծանր իրավիճակ ստեղծվեց Սլիվենի մարզի Տիչա գյուղում, որտեղ ուժեղ հորդառատ անձրևներից հետո գետը դուրս եկավ ափերից, ծածկելով տները, բակերը և ճանապարհային ենթակառուցվածքները։ Տեղ-տեղ ջրի մակարդակը հասնում էր մոտ 1 մետրի։ Իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով գործարկվեց բնակչության արտակարգ ազդարարման BG Alert կոչվող համակարգը։ Ջրի տակ հայտնվեց նաև Կոտել, Օմուրտակ ազգային ճանապարհի մի հատվածը, իսկ երթևեկությունը դադարեցվեց վթարներից խուսափելու համար։ Վառնայի մարզում տարերքը նաև խաթարեց տրանսպորտային հաղորդակցությունը։ Մի քանի տարածաշրջանային մայրուղիներ հայտնվեցին ջրի տակ և ծածկվեցին ցեխի շերտով։ Մեդովեց գյուղը մի քանի օրվա ընթացքում 2 անգամ տուժեց ջրհեղեղներից։ Ջուրը վնաս հասցրեց բնակելի տներին և գյուղատնտեսական արտադրությանը, ինչպես նաև ավերեց 5 կամուրջներից մեկը։ Ստարա Զագորայի մարզի Կազանլակ համայնքի շրջանում ուժեղ փոթորիկը բերեց հորդառատ անձրևներ և կարկուտ, որը տեղ-տեղ հասնում էր ընկույզի չափի։ Ենինա գյուղում հաշված րոպեների ընթացքում բակերը ծածկվեցին խիտ սառցե շերտով։ Վրացայի մարզի Բորովան գյուղի բնակիչները տեսանկարել են տարածաշրջանի համար հազվադեպ տորնադոն, սակայն դրա պատճառած վնասների մասին հաղորդումներ չկան։ Լիտվա։ Հունիսի 5-ին Լիտվայի որոշ շրջաններ հայտնվեցին հզոր փոթորկի ազդեցության տակ, ամպրոպներով և հորդառատ անձրևներով։ Վատ եղանակի ընթացքում երկրում գրանցվեց կայծակի գրեթե 4700 հարված, իսկ տեղ-տեղ մեկ օրվա ընթացքում ընկավ տեղումների երկշաբաթյա նորման։ Տարերքը հատկապես ուժեղ հարվածեց Կաունաս քաղաքին։ Այստեղ մոտ 37 մմ անձրև տեղաց, ինչը հանգեցրեց փողոցների հեղեղման։ Սակայն ամենամեծ վնասը հասցրեցին տորնադոները։ Օրվա ընթացքում երկրում գրանցվել է նմանատիպ 4 դեպք։ Ամենահզորը IF2 կարգի տորնադոն էր, որն անցավ Կաունասի միջով։ Նրա անցած ճանապարհի երկարությունը մոտ 3 կիլոմետր էր, իսկ լայնությունը հասնում էր 200 մետրի։ Մրրիկը ընդամենը 1-2 րոպեի ընթացքում տապալեց ծառերը, պոկեց տների տանիքները, վնասեց ավտոմեքենաները և շուրջ 8000 մարդու թողեց առանց էլեկտրամատակարարման։ Զգալի ավերածություններ արձանագրվեցին տեղի գերեզմանատանը։ Ականատեսների խոսքերով, այնտեղ պատկերը իսկապես ապոկալիպտիկ էր։
Ընկած ծառերը վնասել էին գերեզմաններն ու հուշարձանները, իսկ գերեզմանատան արհեստական ծաղիկները մարդիկ գտնում էին իրենց բակերում, դրանից մի քանի 100 մետր հեռավորության վրա։ Եվս մեկ ուժեղ, AF-1.5 կարգի տորնադո անցավ Կազլու Ռուդայի շրջանում գտնվող Անտանավաս գյուղով։ Տեղի բնակիչները պատմում էին, որ մրրիկը առաջացավ գրեթե ոչնչից եւ հաշված ակնթարթներում ուժ հավաքեց։ Այն պոկում էր տանիքները, արմատախիլ անում ծառերը եւ օդ բարձրացնում տարբեր առարկաներ, իսկ նրա դղրդյունը ինքնաթիռի թռիչք էր հիշեցնում։ Եվս երկու տորնադո ականատեսները տեսանկարահանեցին Պանևեժիսի եւ Կուպիշկիսի շրջաններում։ Սեյսմիկ եւ հրաբխային ակտիվություն։ Հունիսի 7-ի առավոտյան Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայում գտնվող Սակուրաջիմա հրաբխի վրա ժայթքումների շարք է սկսվել։ Փոքր արտանետումները սկսեցին գրանցվել մոտավորապես առավոտյան ժամը 5-ից, ավելի ուշ Մինամիտակե խառնարանում սկսվեց ավելի խոշոր ժայթքում, որը դարձավ շարունակական եւ տևեց մոտ 1 ժամ։ Մոխրի քուղը բարձրանում էր առավելագույնը մինչև 1300 մետր խառնարանից վերև եւ տեղաշարժվում դեպի արևմուտք, Կագոսիմայի քաղաքային հատվածի ուղղությամբ։ Քաղաքի վրա ուժեղ քամի էր փչում, վայրկյանում 18 մետրից ավելի պոռթկումներով։ Արդյունքում մոխիրը թափվեց լայն տարածքում, հիմնականում քաղաքի կենտրոնում։ Երկինքը մտնեց, իսկ փողոցները, տանիքները եւ ավտոմեքենաները ծածկվեցին մոխրի գորշ շերտով։ Իրավիճակը բարդացրեցին տեղումները։ Մոխիրը ջրի հետ խառնվելով առաջացրեց այսպես կոչված մոխրային անձրև, որը նստում էր մակերեսների, հագուստի, հեծանիվների եւ ճանապարհածածկի վրա, ինչպես նաեւ ընկնում էր լողավազաններ։ Փողոցների մաքրման համար Կագոսիմայի քաղաքային իշխանությունները վերջին 11 ամսվա ընթացքում առաջին անգամ գործի դրեցին 46 մասնագիտացված մաքրող մեքենա։ Մինչ այս դրվագը Սակուրաջիմա հրաբուխը արդեն մի քանի շաբաթ ցուցաբերում էր ակտիվության ուժեղացման նշաններ։ Ապրիլի 11-ից հետո այստեղ կրկին սկսեցին գրանցվել նկատելի ժայթքումներ եւ պայթյուններ, իսկ մայիսի վերջից Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության սարքերը գրանցում էին երկրագեղևի դեֆորմացիա, որը վկայում էր հրաբխային մարմնի ուռչելու մասին։ Բացի այդ, հունիսի 3-ին դաշտային ուսումնասիրության ժամանակ գրանցվեց ծծմբի երկօքսիդի արտանետում, մոտ 2900 տոննա օրական, ինչը վկայում է խորքային համակարգից հրաբխային գազերի ակտիվ մուտքի մասին։ Ռուսաստանում գտնվող Շիվելուչ հրաբուխը եւս ցուցաբերեց բարձր ակտիվություն։ Կամչատկայի հրաբխային ժայթքումներին արձագանքման խմբի տվյալներով հունիսի 6-ին այն մոխրի սյուն արտանետեց մինչև ծովի մակարդակից 12 կիլոմետր բարձրության վրա, իսկ մոխրի քուղը ձգվեց հրաբխից մոտ 10 կիլոմետր դեպի արևելք։ Պայթյունի տևողությունը կազմեց մոտ 10 րոպե։ Ավիացիոն վտանգի գունային կոդը բարձրացվեց մինչև առավելագույն կարմիր մակարդակը։ Բնակավայրերում մոխրի նստվածք չի արձանագրվել, սակայն բնակիչներին հիշեցրեցին անվտանգության միջոցների մասին, քանի որ նոր արտանետումների սպառնալիքը պահպանվում է։ Հունիսի 2-ի գիշերը Կալաբրիա տարածաշրջանի հյուսիս-արևմտյան ափերի մոտ տեղի ունեցավ 6.1 մագնիտուդով ուժեղ խորը կիզակետային երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր Տիրենյան ծովի տարածքում, ափից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը տեղակայված էր 259 կիլոմետր խորության վրա։ Իտալիայի գեոֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի մասնագետները նշել են, որ նման մագնիտուդով երկրաշարժը այդպիսի խորության վրա տարածաշրջանի համար հազվադեպ եւ նկատելի իրադարձություն է։ Ցնցումները զգացվեցին հարավային Իտալիայի մեծ տարածքում, առաջին հերթին Կալաբրիայում եւ Տիրենյան ափի երկայնքով։ Ցնցումների մասին հաղորդումներ էին ստացվում նաեւ ավելի հեռավոր շրջաններից, ընդհուպ մինչև Լացիո տարածաշրջան։ Տներում ճոճվում էին ջահերը, կահույքը, շարժվում էին առարկաները, սակայն լուրջ վնասներ եւ տուժածներ չեն արձանագրվել։ Մեծ խորությունը կարևոր դեր խաղաց։ Ալիքների բարձր հաճախականությամբ բաղադրիչները, որոնք սովորաբար առաջացնում են առավել կտրուկ եւ ավերիչ ցնցում, զգալիորեն մարեցին մինչև մակերես դուրս գալը։ Հունիսի 7-ին Հունաստանի Էվիա կղզու հյուսիսում տեղի ունեցավ երկրաշարժերի շարք։ 6 րոպեի ընթացքում գրանցվեց 3 ցնցում, որոնցից ամենաուժեղը ուներ 5.2 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվում էր Պրոկոպի գյուղի շրջանում։ Ցնցումները զգացվեցին ոչ միայն Էվիայում, այլ նաև Ատտիկայում, այդ թվում Աթենքում։ Հիմնական ցնցումից հետո սկսվեց հետցնցումների ակտիվ շարք։ Միայն գիշերվա ընթացքում գրանցվեց մոտ 70 սեյսմիկ իրադարձություն, մինչև 4.3 մագնիտուդով։ Հետևանքները տեղային էին։ Առավել նկատելի վնասները գրանցվեցին Պրոկոպի եւ Դաֆնուսա գյուղերում։ Հիմնականում տուժեցին հին բնակելի տները։ Շենքերում ճաքեր առաջացան, տեղ-տեղ վնասվեցին պատերը եւ առանձին կառուցվածքային տարրեր։
Մանդուտի քաղաքում երկրաշարժերը ճանապարհներին առաջացրին փոքր սողանքներ եւ քարաթափումներ։ Հունիսի 8-ի առավոտյան Ֆիլիպինների Մինդանաո կղզու ափերի մոտ տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ 7.8 մագնիտուդով։ Ստորգետնյա ցնցումները զգացվեցին հսկայական տարածքում։ Ջեներալ Սանտոս քաղաքում մոտ 720,000 բնակչությամբ խոշոր նավահանգստային կենտրոնում ցնցումների ինտենսիվությունը հասավ 7 բալի Ֆիլիպինների սեյսմոլոգիական ծառայության սանդղակով։ Ամենաբարձր գործիքային ինտենսիվությունը 8 բալ գրանցվեց Սարանգանի նահանգի Մալապատան համայնքում։ Արդեն մի քանի րոպե անց հասան ցունամիի առաջին ալիքները։ Առավելագույն բարձրությունը գրեթե 1.5 մետր գրանցվեց Սարանգանի նահանգում։ Մոտ 1 մետր բարձրությամբ ալիքներ դիտվեցին նաև Մինդանաոյի հարավային ափի այլ հատվածներում։ Գյուղերից մեկում վնասվեցին սյուների վրա կառուցված տները։ Ցունամի գրանցվեց նաև Ֆիլիպիններից դուրս։ Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափերի մոտ ալիքի բարձրությունը կազմեց 83 սանտիմետր, իսկ Պալաուում և Ճապոնիայում մինչև 30 սանտիմետր։ Առավել լուրջ ավերածությունները բաժին ընկան Ջեներալ Սանտոսին և հարակից շրջաններին։ Քաղաքում փլուզվեցին ռեստորանի և ռադիոկայանի շենքերը, վնասներ ստացան նաև խոշոր առևտրի կենտրոնը և Նոտր Դամ Դադյանգաս համալսարանը։ Քաղաքի կարևոր կամուրջներից մեկի կառուցվածքում վտանգավոր ճաքեր առաջացան։ Վնասվեցին հաղորդակցության աշտարակները, ինչի հետևանքով առանձին շրջաններում կապը լրջորեն խաթարվեց։ Զգալի վնաս կրեց նաև տրանսպորտային ենթակառուցվածքը։ Ճանապարհներին առաջացան բազմաթիվ ճաքեր, իսկ Ջեներալ Սանտոսի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես փակվեց անվտանգության ստուգման համար։ Չեղարկվեց առնվազն 63 ներքին չվերթ։ Բացառություն արվեց միայն մարդասիրական առաքելությունների համար։ Լուրջ հարված ստացան նաև էներգամատակարարման համակարգերը։ Էներգետիկայի դեպարտամենտի տվյալներով առանց էլեկտրականության մնաց մոտ 864,000 տնային տնտեսություն, հատկապես հարավային Կոտաբատո, Սուլթան Կուդարատ և Դավաո նահանգներում։ Էլեկտրաէներգիայի և կապի խափանումների պատճառով հեռավոր շրջաններից տեղեկություններ ստանալը դժվարացել էր։ Սարանգանի նահանգում երկրաշարժերից հետո խոշոր սողանք իջավ։ Այն ծածկեց Գլան համայնքի լեռան ստորոտում գտնվող տները։ Իշխանությունների տվյալներով այնտեղ զոհվեց առնվազն 14 մարդ։ Սեյսմիկ իրադարձությունը համընկավ ուսումնական տարվա առաջին օրվա հետ, դասերը ավելի քան 4 միլիոն աշակերտների համար դադարեցվեցին։ Ֆիլիպինների 6 տարածաշրջաններում տուժեց ավելի քան 8500 դպրոց, դրանցից առնվազն 62-ը ամբողջությամբ ավերվեցին։ Գրեթե անմիջապես հիմնական ցնցումից հետո տարածաշրջանում սկսվեց հզոր հետցնցումների շարք։ 3 ժամից պակաս ժամանակում տեղի ունեցավ 138 իրադարձություն, մինչև 6.7 մագնիտուդով, և տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը չէր դադարում, ինչը խիստ խանգարում էր փրկարարական աշխատանքների իրականացմանը։ Հունիսի 9-ի տվյալներով զոհվել է 41 մարդ, առնվազն 450-ը վիրավորվել, իսկ տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած։ Երկրաշարժերը տասնյակ հազարավոր ընտանիքների թողեցին անօթևան։